Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, եթերում Ռևոլյուցիան է։ Արդեն մեկ շաբաթ է մեկնարկել է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Ամեն նոր գրեթե ամեն ժամ մենք լսում ենք նախընտրական քարոզչության շրջանակներում հնչող խոստումներ, ցանկություններ, քննադատություններ, լավատեսության կոչեր։ Այս քարոզարշավը սակայն որոշակիորեն տարբերվում են նաև բանեցրած տեխնոլոգիաներով։ Կան քաղաքական ուժեր, որոնք ավանդական դահլիճային կամ հրապարակային ելույթների փոխարեն շրջում են փողոցներով, բակերով, շերեփները ձեռքներին եւ բաժանում են մարդկանց իրենց նախընտրական նյութերը։ Այդպիսի ուժերից է Ելք Դաշինքը, որի համամասնական ցուցակը գլխավորող Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուկյանի հետ էլ այսօր կզրուցենք մեր հաղորդման շրջանակներում։ Էդմոն Մարուկյանը ծնվել է 1981 թվականին Վանաձոր քաղաքում։ 2002 թվականին ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։ 2006 թվականին ավարտել է Վարշավայի մարդու իրավունքների բարձրագույն դասընթացը և ստացել մարդու իրավունքների և շահերի պաշտպանության մասնագետի որակավորում։ 2007 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության կառավարման պետական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան, պաշտպանելով մարդու իրավունքների պաշտպանության ազգային և միջազգային մեխանիզմները, թեմայով ատենախոսություն։ 2010 թվականին ավարտել է ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը և ստացել մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան։ 1999-ից 2001 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ 2001 թվականից ակտիվորեն ներգրավված է եղել իրավապաշտպան գործունեության մեջ։ Հանդիսանում է մի շարք հասարակական կազմակերպությունների հիմնադիր անդամ։ Անդամակցում է բազմաթիվ միջազգային իրավապաշտպան ցանցերի։ 2002-ից 4 թվականներին Մեդիա գրուպ լրատվական հասարակական կազմակերպության իրավաբանական բաժնի ղեկավար։ 2005-ից 6 թվականներին Հայաստանի Հանրապետության ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ։ 2005-ից 12 թվականներին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ։ 2007-ից 8 թվականներին դասախոս Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնում։ 2008 թվականից Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, փաստաբան։ 2008-ից 12 թվականներին Օպուլեքս ՍՊԸ փաստաբանական գրասենյակում գործընկեր, փաստաբան։ 2010 թվականին գործընկերների հետ հիմնադրել է Ռազմավարական դատավարությունների կենտրոն իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, որն ի թիվս բազմաթիվ այլ կարևոր գործերի մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել հայ գերուգործ ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության։ 2010-ից 12 թվականներին Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպություն, ազգային փորձագետ։ 2012 թվականին Վանաձոր քաղաքի թիվ 30 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ Պարլամենտ մոնիթորինգի հետազոտության արդյունքներով ճանաչվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 5-րդ գումարման մեծամասնական ընտրակարգով ընտրված ամենաակտիվ պատգամավորը։ 2015 թվականին հիմնադրել է Լուսավոր Հայաստան կուսակցությունը, որի խորհրդի նախագահն է։ Ամուսնացած է, ունի 2 որդի։ Բարի երեկո, պարոն Մարուկյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես ինչպես է անցնում քարոզարշավը։ Քարոզարշավը շատ ակտիվ է մեզ մոտ անցնում, շատ ծանրաբեռնված, գրեթե րոպե չունենք, որ կանգ առնենք եւ մտածենք այլ բաների մասին եւ ամբողջությամբ մենք մխրճված ենք քարոզարշավի մեջ։ Ինչպես գիտեք, մեր ստրատեգիայի համաձայն ես հյուսիսում եմ հիմա քարոզարշավ իրականացնում, պարոն Արամ Զավենի-Սարգսյանը հարավում, Նիկոլ Փաշինյանը թիմի մյուս ներկայացուցիչների հետ Երևանում եւ Սասուն Միքայելյանը Սևանի ավազանում։ Տեսնում եք Դաշինքով հանդես գալ ինչ առավելություն ունի իր առավելությունները։ Անմիջապես քարոզարշավի հենց առաջին մեկնարկի հաջորդ օրը Վանաձորում վնասել էին ձեր նախընտրական պաստառները, արդեն գիտեք ովքեր էին դրա հետևում կանգնած եւ ինչ նպատակներ էին հետապնդում։
չգիտեմ ովքեր են կանգնած, կա մեր տեսախցիկը արձանագրել է, որ երկու երիտասարդ մոտենում են եւ սկսում են դանակով պատրել կոնկրետ իմ նկարը եւ մնացած վայրերում էլ սև ներք են գնել, փաստորեն գումար են ծախսել, սև ներք են գնել, որ խաչ անեն իմ նկարների վրա։ Ոստիկանությունը զբաղվում է, որովհետեւ տեղեկություն չունեմ, չեմ կարող ասել։ Դա այնուամենայնիվ ինչ որ իմաստով ինքնա PR չէր, հաստատ, այսինքն նաեւ տարբեր տարիների քարոզարշավներից հայտնի է, որ նաև իրենց վնասում էին ինչ որ բաներ։ Ուրեմն եթե տեսախցիկ չունենայինք ու տեսախցիկը նկարած չլիներ այդ մարդկանց, կարող եք նման մեղադրանքներ ներկայացրել եք իրավապահ մարմիններին եւ զբաղվում են, փնտրում են այդ մարդկանց։ Դուք ձեր հարցազրույցներում արդեն խոսում եք, որ ընտրակաշառքներ են տեղի ունենում, արդեն մարդիկ խուսափում են, վախենում են գալ քարոզարշավին մասնակցել։ Այդ պատճառով դուք ընտրեցիք փողոցային հանդիպումների այդ ձևաչափերը, թե ինչ նպատակով դահլիճային էլի, որ դահլիճային հանդիպումներ գրեթե չեն լինում։ Տեսեք, երբ որ մենք դահլիճում հանդիպում ենք անում, այդ հանդիպմանը գալիս են մեր համակիրները։ Մեր համակիրները մեզ ընտրելու են։ Մեր համակիրները մեր ընտրողներն են։ Իսկ մեզ պետք է հասնել այն քաղաքացուն, որը դեռևս կողմնորոշվել, տեղեկացված չի, որ ձևավորված է ելք անվանումով դաշինք, հա։ Եվ սա է պատճառը, որ մենք գնում ենք եւ ուղղակի բակերում, թաղամասերում բարձրախոսով խոսում ենք։ Եվ ինչու ենք բարձրախոսով խոսում։ Որտեղ երբ որ մարդկանց խնդրում ենք դուրս գալ, այդ մարդիկ ասում են, գիտես, թաղապետանում եմ աշխատում, մարզպետանում եմ աշխատում, ես ինչ հիմնարկ ես, ինչ կորպորացիան ես, ինչ անձինն է իրար հետ կապ ունեն, կհեռացնեն, կճնշեն բան, ինքը տանը նստած հանգիստ լսում է ելքդաշինքի ուղերձները, ելքդաշինքի մոտեցումները եւ իր մեջ որոշում է, որ ինքը ելքդաշինքին է ընտրելու։ Իսկ քանի որ ընտրությունը գաղտնի է, որևէ մեկը չի իմանում։ Մենք այդ մարդկանց տներից չենք հանում դուրս, որ նրանց հարվածի տակ չդնենք։ Սա նոր մեր ռազմավարությունն է եւ այն բավականին շատ լավ աշխատում է։ Սա է պատճառը, որ այդ հանդիպումներ անենք մարդկանց ստուգեն տեսնեն։ Ամեն մի հանդիպանը պարզա չէ, որ մարդիկ են գալիս, որոնք որ իրենց մոտ նշումներ են կատարում, ով եկավ, ով գնաց, ով ում բարևեց, ով ժպտաց, ով աչքով արավ։ Այդ մեթոդները մենք արդեն գիտենք։ Եվ այս վախի մթնոլորտը, որ կա ընդհանրապես մարզերում գոնե կարող եմ ասել, սրա դեմն առնելու միակ տարբերակը ուղղակի տնետուն քարոզարշավն է եւ այդ բարձրախոսով խոսելը, որ ուղերձները թեկուս մարդկանց տանը նստած իրենց հասնեն։ Պատուհանները բացվում են, ներսից ձեռքով են անում, ասում են մենք ձեզ ենք ընտրելու։ Դուք վստահ եք, բայց որ ասում են մենք ձեզ ենք ընտրելու, վստահ եք, որ ձեզ ոչ մի շահ չունեն մարդիկ թաքուն պատուհանից ասել, որ մենք ձեզ ենք ընտրելու, խաբելու էլի նկատի ունեմ։ Ինչ իմաստ ունի, կարող է իր թեյը շարունակել խմել։ Բայց այդ ավտոերթերը, առհասարակ երթերը այդ շերեփներով եւ այլն, դրանք արդյունավետ միջոց են։ Դրանք նորարարություն ինչ որ խորհրդանշական բաներ են։ Ուրեմն ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը դուք կտեսնեք, թե դրանք որքան արդյունավետ միջոցներ էին, որովհետեւ հիմա մեր ձայները չկա արձանագրված, որ ձեզ ասեմ։ Դուք այդ գիշեր պետք է դա տեսնեք, էլի։ Նման տեխնոլոգիաներ ինչ որ իմաստով կիրառեց նաև Ռաֆի Հովհաննիսյանը նախագահական քարոզարշավի ընթացքում, հիշում ենք, բարևի տեխնոլոգիան էսպես ասած, նույնիսկ տարբեր ժամանակներում գնում եւ այլն, հիմա Նիկոլ Փաշինյանը բլոտ է խաղում եւ այլն, ինչ որ sense դրանք տեխնոլոգիաներ են, թե ու արդյունավետ են մարդկանց։ Քարոզարշավի ընթացքում մեկը առաջարկել է միանալ իրենց խմբին, միացել է, չգիտեմ, Ռաֆին կարող մտել այն ինչ որ հարսանիքի սրահ, հարսանիքը եղել շնորհավորել անցնելուց։ Նորմալ է, այսինքն ինչա, պարզ մարդկային շփում է պետք, չէ՞, վերջի-վերջո մարդիկ կարիք ունեն այդ շփման ու զրուցելու ու իմանալու ինչ ենք պատրաստվում անել, ինչու ենք ընդհանրապես ստեղծել ելքդաշինքը, ինչ ենք մասնակցում այս ընտրություններին, հույս կա, որ բան կփոխվի թե ոչ, կա ելք արդյոք, եւ մենք ասում ենք այո, կա ելք։ Եվ քարոզարշավի այս մեթոդաբանությունը ամեն անգամ կարող է ստրատեգիան փոխվել։ Եվ մենք էլ ամեն երեկո, երբ որ քննարկում ենք օրը, ամփոփում ենք, մենք գիտենք, որ կարող է այնպիսի բան տեղի ունենալ քարոզարշավի ընթացքում, որ ամբողջությամբ փոխվի եւ բոլորս կենտրոնանանք կրկին միտեղ, կամ բոլորս գնանք մեկ այլ վայր։ Այսինքն սա ապրող process է, եւ այդ process-ը կարող է անընդհատ վերանայվել։ Դուք հայտարարել եք, որ հանրապետական կուսակցության համար, իշխող քաղաքական ուժի համար վտանգ ներկայացնող միակ ուժը ելքդաշինքն է։ Ինչու եք այդպես կարծում։ Որովհետև միակ դաշինքը այս պահին, որ հայտարարում է, որ բացառում է կոալիցիա կազմել հանրապետական կուսակցությանը, դա ելքդաշինքն է։ Ես մյուսների մասին դեռևս տեղեկություն չունեմ, սա մեկ։ Եվ երկրորդը,
այն որ մեր գրասենյակներին նկատմամբ խնդիրներ կային, որ գրասենյակներ չբացվեն, դուք տեսաք Արարատի մարզում մեր տեխնացուն խնդիր ուներ, այն որ նման հարձակումներ են տեղի ունենում մեր շտաբերի վրա, այն որ մենք ամենասահմանափակ ֆինանսական ռեսուրսներն ունենք եւ 3 նոր տեսահոլովակ ենք պատրաստել, որով կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հանգանակություն կատարել, մեր հիմնադրամին գումարներ փոխանցել, այն որ մեր պաստառները փչացնում են, որովհետեւ գիտեն, որ սահմանափակ թվով պաստառներ են տպվել եւ փչացնում են, որ նորը չկարողանանք տպել։ Բազմաթիվ հանգամանքներ կան, որ մեզ բերում են այդ գաղափարին։ Եվ ավելին ասեմ, ռեյտինգային ընտրակարգով առաջադրված տեխնացուներն են, օրինակ Վանաձորում դուք նաեւ ռեյտինգայինով եք չէ առաջադրված, այսինքն միգուցե ռեյտինգայինների միջև է բան, ոչ թե բունկուսակցության։ Իսկ այդ ռեյտինգային տեխնացուն ինչի համար աշխատում։ Այդ ռեյտինգային տեխնացուն, որ իբր թե ինքը իր համար քարոզարշավ անեմ, իմ հարցն է բան։ Այդ հարցը վերջերս դառնում է ՀՀԿ-ի քվեաթերթիկ։ Ինքը ՀՀԿ-ի համար է քարոզարշավ անում, եւ մենք մեր քաղաքացիներին բացատրում ենք։ Տեխնացուներ կան, որ այնպես են հանդես գալիս, իբր թե իրանք ՀՀԿ-ի հետ կապ չունեն։ Առանց մտածելու, որ վերջում որպեսզի քաղաքացին ձայն տա իրենց, պետք է ՀՀԿ-ի թերթիկը վերցնի։ Ասենք ոնց է ընտրելու իրան, էլի առանձին հոշի կարող ընտրել։ Ես վստահ եմ, որ հասնի ընտրության օրը, որ մարդը անգամ որոշել է, որ այդ անձը վայ մի լուսավոր, մի պայծառ դեմք է, գնա որ հանկարծ տեսնի, որ պետք է ինքը ՀՀԿ-ի թերթիկը վերցնի, որ դնի ծրարի մեջ, նա չի անելու դա։ Քաղաքացին դա չի անելու։ Եվ այն հույսը, որ ռեյտինգային տեխնացուները այդ փոշեկուլ մեթոդաբանությամբ ձայն կհավաքեն իշխող կուսակցության համար, դա չփորձարկված մեխանիզմ է եւ այն կարող է հակառակ աշխատել եւ այլ հակառակել աշխատելու է։ Եվ նաեւ հակառակը կարող է իսկապես իրանց հույսը հաշվարկները իրանց հույսը փոշեկուլն է, բայց Պարոն Մանուկյան, ինչու պիտի ելքին ընտրեն եւ ոչ թե ասենք օրինակ հայկական վերածնունդ, ՀԱԿ, Հայ ազգային կոնգրես, ՀԺԿ դաշինքին, Բարգավաճ Հայաստանին, ասենք Ծառուկյան դաշինքին, չգիտեմ, կոմունիստներին եւ այլն։ Ինչու պիտի քաղաքացին ելք դաշինքին ընտրի, որովհետեւ ելք դաշինքի բացի Արամ Սարգսյանից, որ կարճ ժամանակահատված վարչապետ է եղել, շատ կարճ ժամանակահատված, որովհետև երբևէ իշխանության չեն եղել, բարձր պաշտոն չեն ունեցել դրա համար, հա, իսկ մյուսները Ես քանի որ դրա մասին շատ եմ խոսել, երևի դրա համար եք դա ասում, գիտեք, առաջին հերթին ելք դաշինքը սերնդափոխության ջահակիր ուժ է։ Մեր ցուցակի 32%-ը կանայք են։ Մեր ցուցակի 80%-ը միջին տարիքը մինչև 30-32 տարեկանն է։ Այսինքն նոր մարդիկ, 21-րդ դարի կրթության մարդիկ, որոնք գալիս են իրապես փոփոխություններ իրականացնելու։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հոգնել է նույն մարդկանց 25 տարի տեսնել իշխանության կամ ընդդիմության ղեկին, եթե այդպես կարելի է ասել։ Փորձված տանը անփորձի։ Ավելին ասեմ, փորձված որ փորձեր են, հենց դա եմ ուզում ասել։ Մյուսներին քաղաքացին փորձել է, ձեր թվարկած ուժերին փորձել է եւ քաղաքացին բավարարված չէ։ Տեսեք, ես գտնում եմ, որ 5 մանդատներ իշխանություն է, 7 մանդատներ իշխանություն է, 16 մանդատը, 37 մանդատներ է իշխանություն։ Այս թվերը իզուր չեմ ասում։ Այս թվերը ձեր կողմից նշված ուժերի թվերն են։ Եվ այդ իշխանությունը, որ նրանք ստացել են որոշ ժամանակահատվածում, հա, 5-րդ գումարման, 4-րդ գումարման, 3-րդ գումարման ազգային ժողովներում նրանք իրենց չեն արդարացրել։ Հիմա չի ստացվել, չեն կարողացել, ես չեմ ուզում խորանալ դրա մեջ։ Չի ստացվել, չեն արդարացրել, ժամանակն է եկել փորձելու նոր ուժին, ելք դաշինքին, որը ռեալ սերնդափոխության օրակարգով է մտել քաղաքական դաշտ, որը փոփոխություններ իրականացնելու օրակարգով է մտել քաղաքական դաշտ, եւ իդեպ ասեմ, որ ելք դաշինքը իր կարգախոսը ընտրեց, ընտրություն, փոփոխություն, հաղթանակ։ Դրանից հետո տեսանք, որ մյուսները 5 օր հետո, 10 օր հետո, մի շաբաթ հետո հայտարարեցին իրենց կարգախոսները, բոլորի կարգախոսի մեջ կար փոփոխություն։ Հիմա ես պետք է ասեմ հետեւյալ բանը. ունեիք փոփոխություն անելու հնարավորություն, անեիք, չեք արել, հիմա պետք է մի կողմ քաշվեք եւ թողնեք, որ սերնդափոխություն տեղի ունենա։ Անեիք փոփոխություն։ Ով էր ձեր ձեռքը բռնում։ Կոալիցիաների մեջ էիք, ընդդիմադիր լուրջ հարթակներ ունեիք, անեիք, չեք արել։ Մենք ունեցել ենք 2 մանդատ 5-րդ գումարման ազգային ժողովում։ Այդ 2 մանդատը մենք հնարավորինս արդյունավետ Ձերը եւ Նիկոլ Փաշինյանի։ Այո, օգտագործել ենք, քաղաքացուն հաշվետու ենք եւ հիմա ասում ենք սիրելի քաղաքացի, եթե դու ցանկանում ես որ 6-րդ գումարման ազգային ժողովում ունենաս մեր նման падգամավորներ, տասնյակ падգամավորներ, ուրեմն քվեարկի ելք դաշինքի օգտին։ Բազմապատկիր մեր հնարավորությունները, բազմապատկիր քո ձայնը սպասվող, ձևավորվող խորհրդարանական Հայաստանում։ Սա է, այսինքն ինչու պետք է ընտրի, ես կարծում եմ, այս հարցը շատ պարզ է։
ասենք կար մի հարցազրույց կար լրագրողը ասում էր որ շատ լղոզված է դաշտը, պարզ չէ, ընդհանրապես լղոզված չի դաշտը, շատ պարզ է ամեն ինչ։ Կա ՀՀԿ, ՀՅԴ, որոնք կոալիցիա են։ Կան ուժեր, որոնք եղել են նախկինում կոալիցիայի մեջ։ Կան դիմադիր ուժեր, որոնք իրենց տված վստահությունը փոշիացրել են։ Ինչ կա այդտեղ, որ պարզ չի։ Ու կա ելք դաշինք, որին պետք է գնալ քվեարկել։ Սա է։ Դուք չնայած հայտարարում եք, որ ձեր թիրախ հանրապետական կուսակցությունն է, սակայն ձեր ելույթների ժամանակ նաև այլ քաղաքական ուժերի ու դաշինքների եք անդրադառնում, ինչով է դա պայմանավորված։ Մենք դա պայմանավորված է լրագրողների հարցից չխուսափելով։ Լրագրողները մեզ հարց են տալիս։ Բա ինչ կարծիք եք այսինչանի մասին։ Ինչ ասենք, կներեք, թույլ տվեք, մենք չխոսենք դրա մասին։ Բայց միևնույն ժամանակ մենք մի շատ կարևոր հայտարարություն ենք արել։ Մենք ասում ենք, որ մենք բացառում ենք հանրապետական կուսակցության հետ կոալիցիայի ձևավորումը, բայց միևնույն ժամանակ ասում ենք, որ մյուսներից չենք լսել, որ բացառում են, բայց եթե մյուսներն էլ բացառեն ու post factum լինի հնարավորություն, որ մեզանից լինի կախված իշխանափոխությունը, մենք անպայման կգնանք այդ համագործակցությանը, չնայելով կգնանք նաև մյուսների եւ Ծառուկյան դաշինքի, Դաշնակցության եւ մյուսների իշխանափոխության։ Բայց նրանք հիմա չեն հայտարարում, որ իրենք բացառում են ՀՀԿ-ի հետ համագործակցություն։ Դա ինչ է նշանակում, որ կարող է ավելի հավանական է, որ ՀՀԿ-ի հետ համագործակցեն, քան մեր հետ։ Կարող է դրա համար մենք ասում ենք, սիրելի քաղաքացի, եթե դու չես ուզում, որ քո ձայնը փոշիանա, հետո հիասթափությունների մեջ ընկնես, հետո ասես, վայ, արա պետք է այնա ելքին ընտրացելն է, ելի ես ինչ եղավ գնացի միացան բան, դու վստահաբար առանց վարանելու քո ձայնը տու ելք կուսակցությունների դաշինքին, եւ մենք քո քվեն կպաշտպանենք, եւ դու երբևէ չես ունենա հիասթափություն։ Ձեր ծրագրում, որտեղ եւ խոստումներ են եւ ցանկություններ եւ ինչպես բոլորի ծրագրերում շատ հաճախ չկա գործողություններ կոնկրետ ծրագրային դրույթների տակ, այսպիսի մի հայտարարություն կամ մեջբերում եմ Հայաստանի բնակչության թիվը հնարավորինս կարճ ժամկետում կրկնապատկելու միջոցը մեր մեծ հայրենադարձությունն է, անհրաժեշտ է Հայաստանը դարձնել բոլոր հայերի համար երկիր, այնպես որ աշխարհի ցանկացած կետում գտնվող հայ իրեն նույնականացնի հայկական պետականության հետ եւ այն դիտարկի, եթե ոչ առնվազն իր սերունդների պոտենցիալ բնակավայր։ Այս մասին գրեթե բոլորն են խոսում, գործնականորեն ինչպես եք դա պատկերացնում։ Նախ գրեթե բոլորը ես չէի ասի, որ խոսում են, տեսեք ինչպես ենք մենք պատկերացնում։ Մենք շատ ենք շփվում մեր Սփյուռքի հետ, տարբեր Սփյուռքի հատվածների։ 90-ականներին գնացած Սփյուռքի, ցեղասպանության հետևանքով առաջացած Սփյուռքի, եւ մենք ինչ ենք լսում։ Մարդիկ մեզ ասում են, գիտեք, մենք այստեղ չենք եկել, որ երկար ապրենք, փոփոխություն լինի կգանք, մի բան փոխվի կգանք։ Այդտեղ երկու հարց կա։ Առաջի հարցը նա է, որ կարելի է մեղադրել, ասել, առանց ձեզ ոնց փոփոխություններ անենք։ Բա եկեք որ անենք, հա, էս կա։ Բայց մյուս կողմից նաև եթե մենք կարողանանք այդ փոփոխությունը, այդ սպասվող, այդ բաղձալի փոփոխությունը բերել Հայաստանում, այս մարդիկ բավարարված չեն, երջանիկ չեն այդ երկրներում։ Հա լավ սնվում են, լավ հագնվում են, բավարարված չեն, իրենք կվերադառնան Հայաստան։ Ես ավելի առաջին կողմնակից եմ ուզում եք եկեք փոփոխությունների մասնակցեք։ Մենք դա էլ ենք ասում, մենք այդ մարտահրավերներն ենք նետում, բայց մյուս կողմից նաև մենք էլ բեռ ունենք մեծ վրա որպես քաղաքական գործիչներ, որպես process-ի մասնակից անձեր եւ ասում ենք մենք կհասնենք փոփոխությունների։ Դուք կվերադառնաք, իրենք ասում են այո, եւ երկրորդը մենք նաև Սփյուռքին ցանկանում ենք դարձնել մեր երկրի process-ների մասնակիցը։ Մեր պատկերացած փոփոխությունները եթե տեղ ունենան, այո վստահ ենք։ Տեսեք, մենք առաջարկում ենք, որ խորհրդարանը ունենա երկրորդ պալատ, որը որ Սփյուռքի ներկայացուցիչներից կձևավորվի, եւ նա ոչ թե ձևական մարմին կլինի խորհրդատվական, այլ կկարողանա նշանակում կատարել օրինակ Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն։ Օրինակ, որը գրված է ծրագրում։ Կկարողանա նշանակում կատարել օրինակ ներգաղթի եւ առիթ ներդրումների նախարարի, ասենք։ Չէ, պարակվելու բան չկա, իրենք են որոշելու ում են ընտրում։ Դե դեմ էլի ասում, պատկերացնում եք, ասենք մենք կարող ենք մեխանիզմներ սահմանել։ Օրինակ, մեխանիզմ սահմանել, որ այդ մարդիկ պետք է կուսակցական չլինեն, որ չասենք, միայն Սփյուռքի դաշնակցական կառույցներն են ներկայացվում, բայց պետք է Սփյուռքին մասնակիցը դարձնել, չգնալ Սփյուռքից անդադ միայն փող ուզել, ասել, փող տվեք ասֆալտ անենք, փող տվեք ջրագիծ քաշենք, հետո երբ որ Սփյուռքը ցանկանա գա դիտորդություն անել Հայաստանում, որ ընտրություններն արդարացան, ասենք, բայց դուք ինչ գործ ունեք, ինչ եք խառնվել իրար, ինչ ընտրություններ, ինչ դիտորդություն, ինչ կապ ունեք բան։ Դուք տեսաք ՀԿ-ի արձագանքը Արսինե Խանջյանի, Սերժ Թանգյանի նախաձեռնությանը։
Այսինքն ինչ փող ուզելուց նորմալ Ինչի միայն ՀՀԿ-ի արձագանքը, շատերի արձագանքը, բայց դա տարբեր պատճառներով էր պայմանավորված։ Ինչ նշանակում տարբեր պատճառներով։ Մարդիկ որպես դիտորդ գալիս են եւ մասնակցում են այդ process-ին։ Սա է, գալիս են եւ հետեւում են, թե ինչա տեղի ունեն, որովհետեւ հոգնել են, սփյուռքները հոգնել անդադ լսել, որ գիտեք ընտրությունները կեղծվում են, էսա, այնա, այդ բողոքներից։ Հիմա իրենք անձամբ թող գան հսկեն։ Մյուս կողմից հայրենիքը հերվից սիրել միշտ հեշտ է։ Եվրասիական տնտեսականությանը անդրադառնանք, այլ դաշինքը արտաքին քաղաքական սխալ է համարում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսականությանը, որը լրջագույն ռիսկեր է պարունակում Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տնտեսական եւ քաղաքական բնականոն զարգացման, Արցախի հարցի արդարացի կարգավորման համար ձեր ծրագրային դրույթից։ Արդեն խոսել ենք այն մասին, որ ձեր դաշինքում ընդգրկված 3 քաղաքական ուժերի լիդերները այնուամենայնիվ ԵԱՏՄ-ի վերաբերյալ որոշակիորեն փոփոխություններ կրեցին, ասենք, եթե առաջ նույնիսկ շատ կտրականապես դեմ էր արտահայտվում նույն Արամ Սարգսյանը, հիմա ավելի բայց օրինակահա, տեսեք, ազատ դեմոկրատները ձեզ մեղադրում են, ասում են, ձեր կարծիքը որևէ բանով ձեր տեսակետը չի տարբերվում հանրապետական կուսակցության տեսակետից, որովհետև դուք չեք ասում, որ պետք է եթե մեզ ձայն տան, մենք պետք է անհապաղ լքենք Եվրասիական որովհետև ազատ դեմոկրատները եւի չեն կարդացել ԵԱՏՄ-ի համաձայնագիրը, խորհուրդ կտամ կարդալ ԵԱՏՄ-ի համաձայնագիրը, ինչ այնտեղ գրված, այսինքն ամեն ինչ ասելով չի։ Մի բան կա, որ ասում է դու էլ ասա, այդ ազատ դեմոկրատներին ավերբեր, դու էլ ասա։ Մենք ասում ենք, որ մենք վերսկսում ենք Եվրոպական միության հետ խորը եւ համապարփակ առևտրի համաձայնագրի բանակցությունները ստորագրման նպատակով եւ ասոցիացիան համաձայնագրի։ Ինչա դա նշանակում։ Եթե այն փաթեթը, որը մեզ համար գործող փաթեթ էր, առաջարկվող փաթեթ էր, որը կար 13 թվականին, եթե դա ուժի մեջ է, եթե դա կարող է առաջարկվել Հայաստանին, եթե դա մեր տնտեսությունը կարող է զարգացնել եւ ամբողջությամբ այլընտրանք լինել, հետեւաբար բոլորս ակնհայտ գիտենք, որ Եվրոպական միության ասոցիացիան համաձայնագրի հետ ԵԱՏՄ-ն ուղղակի չի կարող միաժամանակ լինել։ Եթե այդ ամեն ինչը տեղում լինի, կա process։ Մեկ տարի պետք է զգուշացնել ԵԱՏՄ-ի գործադիր մարմնին եւ սկսել ԵԱՏՄ-ի պարտավորությունից։ Նաեւ դուք նշում եք, որ այդ դեպքում դուք եթե կարդացել եք պայմանագիրը, ոնց են սկսվելու բանակցությունները ԵՄ-ի հետ ասոցիացիան եւ խորը համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրելու մեջ։ Դա փաստորեն լինի։ Ահա։ Պետք է մյուսը լինի, Տիգինսյանյան ջան։ Նոր են մյուսից դու կարողանաս դուրս գալ։ Ոչ թե ասես բանա։ Մենք դուրս ենք գալու։ Մենք էլ կարող ենք ասել մենք դուրս ենք գալու ու իրականում այն ինչ որ այդտեղ որ գրված է, ավելի խիստ է գրված ու ավելի ռեալ է, ավելի գործուն է, քան ձեր նշած քաղաքական ուժի ներկայացվածը։ Լավ, հիմա հակառակ կողմից հարց։ Ավելին ասեմ, եթե դուք ասում եք տարբեր մոտեցումներ կան։ Ես օրինակ սրա մասին հարցի մեջ դուք ի՞նչն է տարբեր մոտեցում։ Ես դեմ եմ քվեարկել ԵԱՏՄ-ին, Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկել ԵԱՏՄ-ին, Արամ Զավենի Սարգսյանը դեմ է խոսել ԵԱՏՄ-ի ինտեգրմանը։ Հիմա այդտեղ գրված է, որ դա մեծ քաղաքական սխալ է։ Այդտեղ գրված է, որ դա չի բխում Հայաստանի ազգային շահերից։ Տնտեսությունը չի զարգանում, նաև Արցախի հայանպաստ, որ պետք է դա դուրս գալ եւ վերանայել դա։ Այդքան ասում ենք, հիմա պետք է երկրորդ փուլ գնա, չէ՞։ Հիմա եթե չկա այն առաջարկող փաթեթը, ինչ ենք անում։ Այսինքն դուրս են գալիս ու ինչ են անում։ Դե դրա համար Բագրատյանը երեք ձեր ներկայացին ասեց բան, դեմը լալով կողմենք։ Պարոն Բագրատյանը շատ լավ հարցրեց։ Պարոն Բագրատյանը դեմ ելույթ է ունեցել ու քվեարկությանը ներկա չի եղել։ Դե թող այդքան այսպես կոչված դուխով վարչապետ էր նախքին գալ դեմ քվեարկեր։ Պարոն Բագրատյանը դուխ չի ունեցել դեմ քվեարկի։ Եվրասիական տնտեսական միության։ Այո, դեմը լալով դալիճից դուրս է եկել չքվեարկի։ Պարոն Բագրատյանը, ով խոսի պարոն Բագրատյանը այդ թեմայով, ոչ մի բան չի կարող խոսել։ Հուսանք կարձագանքի պարոն Բագրատյանը, այնուամենայնիվ, հիմա Եվրասիական տնտեսական միության հետ կապված մի ճշտում ես հարցը շատերին եմ նաև ուղղել, արդյոք այնուամենայնիվ Հայաստանի սոցիալ-տնտեսական այս ծանր իրավիճակը պայմանավորված է հենց Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ։ Այսինքն ամեն ինչի մեղավորը հենց ԵԱՏՄ-ն է։ Ոչ, ես ասեմ։ Ուրեմն այն, որ Հայաստանի տնտեսությունը մեկուսացված է, ԵԱՏՄ-ն է։ Այո։ Այն, որ սանկցիաներ են կիրառվել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ այն թվականից սկսած, երբ որ մենք ինտեգրվել ենք ԵԱՏՄ եւ մենք դժվել ենք դրա արդյունքում, դա ԵԱՏՄ-ն էլ չլիներ, մեծ հաշվով այդ վնասը մենք կրելու էինք։ Բայց այն, որ Հայաստան եկող ուղակի օտարերկրյա ներդրումները ծայրահեղ նվազել են, դուք նայեք ցուցանիշները, դա կապված է ԵԱՏՄ-ի հետ, դա միանշանակ է։ Դուք նայեք Վրաստանի գովազդը,
BBC-ով որ գնում է, CNN-ով եւ Euronews-ով, որտեղ Վրաստանը ներկայացում է շատ մի գեղեցիկ տեսահոլովակում եւ ինչ ասում է ներդրում կատարիր Վրաստանում, այն արդեն ասոցիացիան համաձայնագրի անդամ։ Ինչ է սա նշանակում, որ քո ներդրումը, սիրելի ներդրող, պաշտպանված է Եվրոպական միության մեխանիզմներով։ Քո ներդրումը պաշտպանված է այն երաշխիքներով, որը որ պայմանագրում ստորագրել է Վրաստանը։ Հայաստանի ներդրումը պաշտպանված չէ նմանատիպ մեխանիզմներով։ Հայաստանի ներդրողը ուր է գնալու բողոքի Բելարուսում գտնվող Եվրասիական տնտեսական միության դատարան, հա, այն Բելարուսում, որը որ Լապշինին հանձնեց Ադրբեջանին, ուր է գնալու այդ ներդրողը։ Այսինքն էս պետք է ասել, որ մարդիկ իմանան, չէ՞։ Ոչ թե ասենք բանա զարգանում է պետությունը։ Եվ մի բան էլ ասեմ, այստեղ շատ կարևոր հանգամանք կա անվտանգության հետ կապված։ Այդ որ ասեցի Բագրատյանը ելույթ ունեցավ դեմ խոսացու, չեկավ դեմ քվեարկի։ Մարդիկ եկային, որ դեմ էին խոսում Եվրոպական ասոցիացիան համաձայնագրին եւ կողմ էին խոսում ԵԱՏՄ-ին։ Եվ ինչ էին ասում, ասում էին մեր անվտանգության համար, գիտեք, մեր անվտանգությունը տնտեսական բան չկա, դե պարզ է բան, բայց անվտանգությունը այդ է շատ կարևոր է։ Ապրիլյան պատերազմ, Տաուշի վրա հարձակում հունվար ամսին։ Այդ փաստարկները վաղուց արդեն հոդս են ցնդել։ Չկա, ոչ տնտեսական անվտանգություն կա, ոչ արտաքին անվտանգության հետ կապված մենք ծրագրում շատ կարևոր դրույթ ունենք։ Արտաքին անվտանգության այլ ընտրանքների փնտրտուքի վերաբերյալ։ Բայց նաև որ քաղաքական ուժի ունի նման դրույթ։ Մենք ակնհայտ բացահայտ հայտարարում ենք, որ մենք բավարարված չենք այսօրվա եղած անվտանգության համակարգով։ ՀԱՊԿ-ն նկատի ունի։ Այո, որտեղ կան պետություններ, որոնք բացահայտ պրո-թուրքական, բացահայտ պրո-ադրբեջանական։ Նշել եք, որ կսկսվեն բանակցություններ ՀԱՊԿ շրջանակներում անդամ երկրների միմյանց անվտանգության ապահովման դաշնակցային պարտավորությունների հստակեցման շուրջ։ Այո, որտեղ չեն կատարում։ Այսինքն դրա անդամակցության դադարեցման հարցն էլ ձեր օրակարգում չկա։ Չէ, մենք ասում ենք այդ բանակցությունները կսկսենք, դրա արդյունքում կերևա։ Մենք կսկսենք այդ բանակցությունները։ Այսինքն մենք հայտարարություն չենք անում։ Պարոն Մարուքյան, արագաչափերի ձեր ծրագրից եւս մի տրանսպորտի բաժնից մի դրույթ կարդամ, արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի գործադրման երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքներ նշանակելու պրակտիկան կդադարեցվի։ Մինչև 17 թվականի հունվարի 1-ը երթևեկության կանոնների խախտումների համար նշանակված եւ չվճարված տուգանքները կչեղարկվեն։ Սա ինչ որ իմաստով sense բան չի, պոպուլիզմ չկա սրա մեջ, իհարկե հաշվարկված ընդ որում եւ հայկական վերածնունդը եւ մյուս քաղաքական էլի ուժեր այս արագաչափերի խնդրին անդրադարձել են, հա։ Ես չգիտեմ ով ում իմացա վերցրել, որտեղ նրանք էլ կարող են ասել, որ դուք իրենցից ես դրա համար շատ կարևոր հայտարարություն եմ հիմա պատրաստում անել։ Հա, բայց այնուամենայնիվ հասկանալի է, որ սա քաղաքացիների ականջին շատ հաճելի է։ Բոլորը խնդիր ունեն վճարումների հետ կապված, տուգանքների հետ կապված եւ այլն, չնայած իշխանությունները որոշակի մեղմացուցիչ քայլեր նախընտրական շրջանը, վարչապետն ասում է, հիմա նվազեցնում եք, թե դուք նախընտրականի համար ձեր բանում գրում եք, նրանք էլ իրանց վերջին 4 տարին մարդկանց թալանել են վերջում նախընտրական ժամանակ, ասում են, հիմա կրկնապատկումը հանում եք, այ ապրես, այ մալադեց, էս ինչ լավ բան արի։ Հասկանալի է, նրանք էլ են քարոզչական նպատակով անում, դուք էլ եք քարոզչական նպատակով եւ մյուս բաներ Ես երբ որ 2013 թվականին դրա դեմ ելույթ էի ունենում, ես չգիտեի, որ ես լինելու եմ կուսակցության հիմնադիր։ Ես երբ որ 2013 թվականին պայքարում էի անհիմն վարչարության արդյունքում մարդկանց հարստահարելու դեմ, ես չգիտեի, որ լինելու է ելք-դաշինք։ Նույնը կարող եմ ասել Նիկոլ Փաշինյանի մասին։ Խորհրդարանում ամենաշատ ելույթ ունեցած անձինք այս հարցով։ Ու ամենաշատ նախագիծ ներկայացրած մարդը դա ես եմ։ Ես եւ Նիկոլ Փաշինյանը ամենաշատ ելույթն ենք ունեցել։ Ամենաշատ նախագիծը, որը որ չի կրկնապատկում, նվազեցում է տալիս, որը որ թույլ չի տալիս քաղաքացու իրավունքը խախտվի, որը որ պատշաճ ծանուցումներ ապահովում, դա մենք ենք։ Այդ ամեն ինչի դեմ մենք ենք պայքարել։ Հիմա որ բոլորը բռնել են իրենց ծրագրերում գրել են, ինչ դա նշանակում է, որ իրանք բան են։ Ավելի մտահոգ են, քան մենք, կամ նշանակում է, որ մենք ենք պոպուլիզմով զբաղվում, թե իրանք։ Հայկական վերածնունդը, որ գրել է, իրանք չեն մտածում։ Ուրեմն ասեմ, մի րոպե։ Հայկական վերածնունդը եղել է կոալիցիայի անդամ, երբ որ Հայաստանում ներդրվել է այս համակարգը։ Այդ ինչի՞ չէին դեմ խոսում։ Թող իրանց նախարարները դեմ քվեարկեին կառավարության նիստում։ Այդ ի՞նչ նոր բան է։ Այսինքն հիմա բան դուրս են եկել հիշերեն որ արագաչափ է տեղադրված երկրում։ Այդ արագաչափերի օրենքը ընդունվել է 4-րդ գումարման ազգային ժողովում, երբ որ իրանք կոալիցիայի անդամ են եղել։ Իրանք են ընդունել այդ օրենքը։ Եվ նաև նույնը կարող է մյուսների վերաբերյալ ասել։ Սրա հետ կապված միակ ուժը, որը կարող է բան փոխել եւ խորությամբ ուսումնասիրել է
հարցումներով, մեքենաների թվերով, տուգանքների չափերով, թե տարեկան քանի միլիոն տուգանք է եղել, քանի անձի նկատմամբ, դա ելք դաշինքն է։ Եվ մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք դադարացնում ենք դրա կիրարկումը, մեկ, երկրորդը, տեսանկարող սարքերը մնում են որպես անվտանգության ապահովման միջոց ոստիկանության հսկողության տակ, եւ երրորդը, այն մեր տաքսու վարորդները, որ դրա դեմ ուղղակի չգիտեն էլ ինչ անեն, էլ որևէ տարբերակ չունեն, այսինքն ձևը գտել են, իրանք բոլոր գույքերից իրենց հրաժարվել են, հասկանում մարդիկ գնում են բանկում, այսինքն իրենք այլևս ոչինչ չունեն, ոչ տուն, ոչ մեքենա, ձևակերպումները փոխել են եւ դրա դեմ էլ օրենք ընդունվեց եւ հիմա արդեն վարորդական իրավունքը զրկելուն է դա սպառնում, որովհետեւ ասում էին, որովհետեւ ինչ էին ասում էին մարդը կարող անընդհատ տուգանվի չվճարի, բայց վարորդական իրավունքը պահպանում է։ Հիմա դրա դեմ էլ օրենք ընդունեց հանրապետական կուսակցությունը, որ այդ տաքսու վարորդներին էլ հարվածի։ Եվ ես պետք է ասեմ, որ այո, մենք գալու ենք կոալիցիոն կառավարությունը, այսինքն մենք չենք թույլ տալու, որ մեր քաղաքացիների համար հավելյալ դիսկոմֆորտներ ստեղծեն։ Ամբողջ աշխարհում Կալիֆոռնիայի փորձը նայեք, երբ որ երկիրը ընկավ տնտեսական ճգնաժամի մեջ, Միացյալ Նահանգներում այդ կամերաները տեսանկարող սարքերը անջատեցին ուղղակի։ Ինչի որտեվ ասում են $50-ն է, թող մնա իմ քաղաքացու գրպանում իր երեխու, իր ընտանիքի համար սոցիալական մեղմող հանգամանք է դառնում։ Մենք իրենք ինչ են արել, իրենք այդ գումարները հավաքել են, գնացել են մասնավոր սեկտոր, հետո խորհրդակցություն անում, ասում են, վայ, մասնավոր սեկտորին միլիարդներ ա գնում։ Հիմա պետքա գա պետական սեկտորին։ Հիմա մասնավոր սեկտորի հետ ընկերությունը միլիարդ հատեր դառավ մոնոպոլիստ ընկերություն, ընդ որում որ ասենք մրցակցություն չի եղել, էլի որ այլ ընկերություններ էլ դնեն տեսանկարող սարքեր։ Հետո հիշեցիք, որ բան անեք, վերցնեք հետ։ Այսպիսի մի բան, կոպտիմալացնեք, խոստանում եք ընտրվելու դեպքում կոպտիմալացնեք պետական կառավարման համակարգը եւ պետական հատվածի աշխատավարձերը կհասցվեն մասնավոր հատվածի աշխատավարձերին, որքանով է սա ռեալ։ Այսինքն կոպտիմալացվեն նշանակում է նաև կրճատումներ են ստացվում, աշխատատեղերի բավական կրկնաչափ կրճատումներ պետական համակարգում եք, պետական հաստատություններում նկատի ունեք, հա, սա բողոքի ալիք եւս չի բանանի, որտեղ այսօրվա վիճակում իշխող քաղաքական ուժի, հա։ Չեմ կարծում, որ փոխնախարարները կամ անիմաստ աշխատող փոխմարզպետները ցույցեր են անելու։ Եթե անելու են, ես ողջունում եմ։ Ասենք միայն փոխնախարարների օրինակ եմ ասում, հիմա տեսեք 5 տարի է ես խորհրդանում պայքարում եմ, որ փոխմարզպետների թիվը կրճատվի։ Փոխմարզպետների թիվը ուռճացվել է 2003 թվականին, երբ ձևավորվել է կոալիցիա։ Փոխմարզպետ, ասենք 4 փոխմարզպետ ունի մարզը։ Մարզ կա 4 փոխմարզպետ կա, մարզ կա 3։ Ինչի՞, որ մեկը լիներ, կներեք, այն ժամանակ կլիներ ՕԵԿ, ՀՅԴ, ԲՀԿ, մարզպետը ՀՀԿ կամ ընդհակառակը։ Ինչու համար են դա արել։ Մեքենա է այդ փոխմարզպետը ստացել, վարորդ, բենզին, քարտուղարուհի, օգնական աշխատավարձ բավականին բայց դա մեծ քանակ չի, ասենք մի քանի փոխմարզպետներ եւ այլն։ Թե մեծ քանակ չի, դա տարեկան տեսեք, երբ որ ուզում էին այս միլիոնավոր դրամներ են կազմում այդ ծախսերը, մենք սկսելու ենք ռեֆորմ, որի արդյունքում ռեֆորմի են ենթարկվելու մարզպետարանները, նախարարությունները։ Հիշում եք իմ հայտնի ելույթը, որ ներկայացնում էի քանի փոխնախարար ունի որ նախարարը, եւ օգնական եւ քարտուղարուհի եւ ես հանել եմ ամբողջ։ Այսինքն խոսքը գնում է այս հատվածի մասին, որտեղ մարդիկ հայեցողական պաշտոններ են ստանձնում քաղաքական նկատառումներ։ Դե մենք ձեր հետ կհամագործակցենք, մեր Գագասին է փոխնախարար նշանակեք։ Չէ՞ բան չի, ասենք։ Մեր հարկատուների հաշվին որ ինչ եք փոխնախարար նշանակում։ Չէ, ես նկատի ունեմ հիմա նոր էս կառավարությունը, որ փորձեց որոշ կազմակերպություններ լուծարել, այսինքն նրանք էլ վախեցան այս որ կրճատումներից հնարավոր կրճատումների մասին։ Օդ, հիմա այստեղ հայտարարում եմ, այդ կրճատումները օդ է, եւ այդ խոստումներն են օդ, որևէ իրականության հետ կապ չունեն։ Ուրեմն նոր վարչապետին ես առաջարկել եմ փոխմարզպետներին կրճատի, իմ առաջարկությունը մի ամիս քննարկել են, հետո մակագրել են տարածքային կառավարման նախարարություն, հետո ինձ պատասխանել են, որ հիմա նպատակահարմար։ Դուք ինչ եք գրել։ Ես մանրամասն ներկայացել էի այն նույն առաջարկությունը, որը ներկայացել էի պարոն Աբրահամյանի կառավարությանը, որը նույնպես չէր կրճատել փոխմարզպետներին, եւ հենց վարչապետը փոխվեց, կրկին առաջարկություն ներկայացրեցի, որ հետո չասեն դե գիտեք մենք հիմա կրճատումներ ենք անում, կոնկրետ փաստ ունեմ, կոնկրետ նամակ ունեմ, որ ասում է նպատակահարմար չի, թող աշխատեն, 4 փոխմարզպետ թող լինի, թող անիմաստ այդ կաբինետներում նստեն,
էլեկտրաէներգիա ծախսեն, Չէ, դրա մասին չէր խոսքը, միայն դրա մասին չէր, այլ առանձին ծիգերի հայկական ծիգա կրճատել ինչ արել։ Հա, բայց որովհետև այդ եմ ասում, նաև վախեցան, որ կարա մարդկանց մոտ դժգոհություն, մարդկանց ինչ պիտի անեն։ Ծիգերը կրճատվել են, բայց այլ ուրճացումներ են տեղի ունեցել այլ վայրերում։ Կառավարության ստրատեգիական նախաձեռնությունների կենտրոն է ստեղծվել։ Նոր աշխատատեղեր չեն, նոր աշխատատեղեր են։ Նոր մարդիկ չեն ներգրաված, նոր մարդիկ են ներգրաված։ Չեղավ որ էլի կառավարությունը ուրճացրել է իր աշխատակազմը։ Կամ մեքենաների կրճատումը, եւ որ ես եւ Նիկոլ Փաշինյանը այդքան պայքարել ենք։ Ինչ արեցին։ Բալանսի վրա նստած փդած սովետական միության ժամանակվա այդ գազ 24-10-երը բաները որ կար, դուրս գրեցին, վաճառեցին, ասին կրճատեցինք մեքենաները։ Էլի այդ պաշտոնատար անձանց սպասարկող մեքենաները ամենօրյա ռեժիմով իրենց ընտանիքներին են ծառայում, մեր հաշվին բենզին են լցնում, երթևեկում են եւ բոլորը երջանիկ են եւ առողջ։ Դա լուծում տվեցին։ Ձեր ծրագրում կան նաև թվային խոստումներ, չնայած օրինակ չկա ի տարբերություն մյուս կուսակցությունների քաղաքական դաշինքների ծրագրերի, չկա տնտեսական աճի մասին որևէ ինչպես է աճել։ Հա, դե այնուամենայնիվ չկա, կան քաղաքական ուժեր, որոնք ավելի բացել են, այն բացվածքով են դա ներկայացրել, ինչպես է հնարավոր, կան ընդհանրապես ուղղակի այսպես բարի ցանկություն, որպես նշել են։ Այնուամենայնիվ ձեր ֆինանսավորման աղբյուրների ծրագրային դրույթների ֆինանսավորման աղբյուրների մասին շատ այսպես ընդհանրական է հիմնականում խոսվում, օրինակ մասնավորապես խոստանում եք գիտությանը հատկացվող ֆինանսավորումը հասնել համախառն ներքին արդյունքի 3%-ի, ինչ միջոցներով, ինչ աղբյուրներով նշված չի, ասենք կասեք դա որտեղից է հնարավոր։ Ուրեմն մենք նաև այդտեղ կետ ունենք, որ նույնպես քննարկման առարկա է դարձել առաջնագծում պայմանագրային զինծառայողներով ապահովելու հետ կապված, որը էլի մեծ ծախսերի հետ է կապված, եւ վճարովի աշխատավարձով մանրամասն այդտեղ նշված է, որ ծրագիրը ներկայացված է 5 տարիների համար։ Ելք դաշինքը, ստանալով 54 մանդատ սպասվող խորհրդարանում, կձևավորի իր կառավարությունը եւ կսկսի այն բաղձալի ռեֆորմները, որ մենք երկար տարիներ պայքարել ենք եւ խոսում ենք դրա մասին, որի արդյունքում բյուջեի եկամուտներն ու մուտքերը կավելանան, որի արդյունքում այն խնդիրները, որոնք որ հիմա այդտեղ արձանագրված են եւ մենք ունենք, դրանք հերթականությամբ կսկսեն լուծվել։ Եվ գիտության հետ կապված, կոնկրետ գիտության հետ կապված։ Եթե հիշում եք, խորհրդարանում մենք պայքարել ենք գիտության ֆինանսավորման ավելացման համար, երբ որ կրթության նախարար Արմեն Աշոտյանն էր, հետո Լևոն Մկրտչյանը, մենք որոշ գիտնականներ դիմեցին, այդ արեցին, ստորագրահավաք արեցին։ Եվ մենք հիմա էլ համագործակցում ենք այդ գիտության լոբինգ իրականացնող խմբի հետ, մանրամասն մեխանիզմները գոյություն ունեն կան, եւ բյուջեի եկամուտների ավելացման արդյունքում մենք գիտության վրա ոչ թե գումար ենք դնելու, որ օրինակ մարդիկ ուղակի գումար ստանան, բայց ոչ մի բան չանեն, այլ այդ գիտությունը պետք է արտադրության մեջ մանրամասն իր արդյունքը ունենա ներառվի։ Եվ ապրիլյան պատերազմի ժամանակ մենք բացահայտումներ ունեցանք, որ օրինակ մեր գիտնականները հայտարարում են, որ այս ինչ բանը մենք կարող ենք անել, բայց մերոնք չեն ֆինանսավորել, որ մենք անենք։ Մենք այդ ֆինանսավորումը տալու ենք։ Եվ դրա շրջանակներում նաև այդ ցուցանիշը գիտության աճելու է։ Եվ ավելին ասեմ, նաև ռազմաարդյունաբերության հետ կապված մենք այդտեղ կոնկրետ կետ ունենք, որ Հայաստանը մենք նաև դարձնելու ենք մեր բանակը ապահովող ռազմաարդյունաբերական երկիր, ոչ թե օրինակ գնանք Հնդկաստանից, ասենք կոնկրետ օրինակ ուխտի միս առնենք բերենք կամ գոմեշի միս առնենք բերենք, այլ մենք պետքա ցույց տանք, որ Հայաստանը իր ունեցած ռեսուրսներով պետքա ապահովի իր բանակը։ Եվ գնումները պետք է իրականացվեն հայկական ընկերություններից, տեղական ընկերություններից, եւ մեր գիտնականները պետք է աշխատեն մեր բանակի համար։ Սա ըստ էության իզրայելական մոդելն է, իզրայելական մոտեցումն է, ինչը մանրամասնորեն մեր ներկայացուցիչները, մեր տնտեսագետները ուսումնասիրել եւ այդ դրույթը այդտեղ ներառել։ Ձեր տնտեսագետներն ովքեր են, մանեն ֆինանսիստ հաշվապահ են։ Մենք փորձագետներ ունենք նաեւ, որոնք որ աշխատում են, բայց պարտադիր չէ որ ցուցակում դրանք, ապա քաղաքական մարդիկ են, նրանք չեն մասնակցում քաղաքական process-ներին։ Այսինքն մեզ աջակցում են փորձագիտական իրենց ներուժով, բայց չեն առաջադրվել, որ մասնակցեն ընտրություններին։ Չեն ուզել։ Որոշ քաղաքական ուժեր կամ առանձին քաղաքական գործիչներ դեմ են արտահայտվել ու շարունակում են դեմ արտահայտվել խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն, նույնիսկ ընդդիմադիրների դեպքում եւ նրանց տեսակետով այնքան ընդդիմությունը, որ մասնակցում է այս խորհրդարանական ընտրություններին, այդպիսով լեգիտիմացնում է այս գործընթացը բոյկոտի ուժերը, բոյկոտի
Ինչպես եք վերաբերվում ընդհանրապես էլի բոյկոտի գաղափարին, անընդհատ լինում ընտրությունից ընտրություն, իհարկե մենք վերադառնում ենք կամ քվեարկությունների ժամանակ որոշ դեպքերում բոյկոտի գաղափար։ Այս դեպքում բոյկոտը ճիշտ է թե չի։ Ուրեմն իմ մոտ դեժավյու է առաջացնում այդ բոյկոտի մասին խոսակցությունը, որտեղ որ 2012 թվականին ես ընտրվեցի Վանաձորի TV30 տարածքից, կային ուժեր ընդդիմադիր դաշտում, որոնք կոչ էին անում վայր դնել մանդատները ինձ, ժառանգությանը եւ Հայ ազգային կոնգրեսին, խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին։ Եվ պատկերացրեք, ասենք, եթե ես իմ մանդատը վայր դրած լինեի այդ ժամանակ, ասեի, վայ ճիշտ է, մենք քիչ ենք, եկեք մեր եղած այդ քիչ մանդատներն է վայր դնենք, թող հանրապետականները գնան այնտեղ աշխատեն առանց որևէ խոչընդոտի հանդիպելու, հա, ինչ կլիներ։ Այն մոտ 300 ելույթը, որ ես խորհրդարանում ունեցած կլինեի, այդ հազարավոր քաղաքացիների խնդիրներով զբաղված կլինեի, տասնյակ 30-ից ավել օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկած կլինեի, դա աբսուրդ է։ Ով որ կոչ է անում բոյկոտ անել, նա ջուր է լցնում հանրապետական համակարգի ջրաղացին, չեմ ասում եք կուսակցություն, հանրապետական համակարգի ջրաղացին։ Միայն այսօր գործող իշխանությանն է ձեռնտու, որ մարդիկ լինեն անտարբեր, մարդիկ լինեն բոյկոտող, մարդիկ չհավատան ընտրական ինստիտուտներին, մարդիկ այդ օրը տնից դուրս չգան, չգնան ընտրություններին։ Դա միայն ձեռնտու է գործող իշխանությանը։ Եվ ով որ կոչ է անում, նա ուրեմն գործող իշխանության մաս է կազմում, գործող իշխանության process-ի աջակիցն է դառնում։ Ասենք եթե նույնիսկ այդ նման կոչանողներից մեկը Սասնա Ծռենին աջակիցման անձնական։ Իմ համար որևէ տարբերություն չկա։ Ես 3 տեղեկություններ եմ ստացել, որ նախախորհրդանի որոշ ներկայացուցիչներ Վանաձորում աջակցում են Օրո դաշինքին։ Այդ ոնց եղավ։ Այդ ոնց միտեղ դաշինք են։ Դե օրինակ իրանք ըմբռնումով են վերաբերվում նաև որ Անդրեաս Ղուկասյանը քրեակատարողական վարչությունից ինչ ասում։ Նաև Օրոյով առաջադրված տեխնացու է։ Այսինքն նրան ըմբռնումով են վերաբերվում։ Բազմաթիվ հակասություններ կա անգամ այդ բոյկոտ հայտարարողների մեջ։ Ես տեղեկություն ունեմ, որտեղ փողի խնդիր կա, որտեղ փող են տվել, բոյկոտը ակտիվ ընտրապայքարի է վերածվել, որտեղ փող չեն տվել, բոյկոտ է։ Ասենք մի հատ կողմնորոշվեք հիմա բոյկոտում եք, թե փողով աշխատում եք ինչ որ դաշինք։ Իդեպ ինչպես եք վերաբերվում Սեյրան Օհանյանի այսպես անդիմադիր կեցվածքով քաղաքականություն մուտք գործելու։ Այ դուք նոր ինձ հարց եք տալիս, ասում եք, այ դուք ինչի եք անդրադառնում անդիմադիր դաշինքներին։ Հիմա ուզում եք անդրադառնամ, թե պետք չի։ Ուզում եմ անդրադառնալ։ Ուզում եք անդրադառնամ։ Դե ես չեմ։ Չէ, քանի որ ընդհանրապես վերջերս պաշտպանության նախարար չնայած տարաձայնություններին քաղաքականության մեջ այդպես չի լինում։ Սեյրան Օհանյանը կարող է հրաժարական տալ, իրան համաձայնությունը հայտնել, ցանկացած պահի, երբ որ ինքը համաձայն չէր։ Ինչի մասին հիմա նա խոսում է։ Այո։ Սեյրան Օհանյանը կարող է դա անել ապրիլյան պատերազմից հետո, երբ որ այդքան խախտումներ բացահայտվեցին։ Այդ ժամանակ էլ չարեց։ Եվ Սեյրան Օհանյանը դա արեց այն ժամանակ, երբ որ իրեն ուղղակի ազատեցին այդ պաշտոնից եւ այլ պաշտոններ առաջարկեցին, որոնք ավելի վատն էին, քան այն պաշտոնը, որտեղ որ ինքը աշխատում էր։ Հետևաբար ուրա ՀԱՊԿ, բայց ով նշանակվեց։ Ում թողեցին, որ նշանակեն։ Դե բայց նա խոսում էր եւ այլն։ Չէ, դե հիմա ես ձեզ ասում եմ, հիմա ես ինքս գտնում եմ, որ քաղաքականության մեջ այդպես չի լինում։ Որ դու օրինակ Արմեն Մարտիրոսյանը Օրո դաշինքի ներկայացուցիչ ժառանգության ասում է Սաակաշվիլի օրինակն է բերում, ասում է չի լինում, որ իշխանությունները հետո դարձավ։ Բայց Արմեն Մարտիրոսյանը Սաակաշվիլին ճանաչում է, Սաակաշվիլի օրինակն է բերում։ Ինչի բաստով ճանաչում է։ Ընդհանրապես էլի։ Անձնապես չգիտեմ Արմեն Մարտիրոսյան ճանաչում է Սաակաշվիլին, թե ոչ, բայց չէ, օրինակը որ իշխանությունները հետո դարձավ ընդդիմություն։ Արմեն Մարտիրոսյանը մեր բանակցություններում ասում է Ռաֆին առաջին համար պետք է լինի։ Հիմա Ռաֆին ուր է։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Չէ, բացի Ամերիկայի Միացյալ Նահանգների 11-րդ համարն է, մեկ էլ բիլբորդների վրա կա։ Հիմա Արմեն Մարտիրոսյանի ասածների ես պետք է հիմք ընդունեմ, ինչ որ բան մեկնաբանեմ։ Ես գտնում եմ, որ ընդդիմադիր դաշտում կամ ընդհանրապես քաղաքականության մեջ նման գործելավոճը մեր քաղաքացիների կողմից չի ընդունվում։ Ես որպես քաղաքացի դա չեմ ընդունում։ Մի հարց էլ տամ մինչև հաղորդման ամփոփումը Ռոբերտ Քոչարյանը երկրորդ նախագահ այս շաբաթ քարոզարշավն անվանեց քսակների կռիվ իր այսպես դժգոհությունը արտահայտեց այս process-ից եւ նաեւ սահմանադրական փոփոխությունից ընտրական օրենսգրքից, որի մասին ժամանակ արտահայտել համաձայն եք այդ տեսակետի հետ, որ դա իրականում չի կարող լինել գաղափարների պայքար կամ ընդհանրապես քսակների պայքար է։ Իսկ գաղափարների պայքարով է վերածվել Հայաստանում ու քսակների պայքար հիմնել։ Ուրեմն առաջին անգամ փող բաժանելու այդ ընտրակաշարքի մեխանիզմը ներադրվել Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։
Այո, որ այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ձեռքը սեղանին խփեր եւ ասեր բոլոր փոխբաժանողներին հայտնաբերեք եւ դատեք, Հայաստանում քսակների պայքարը այդ օրը կդադարեր եւ Հայաստանում կշարունակվեր գաղափարների պայքարը։ Հիմա ուղղակի հետ հայացքով նայելով ասում եմ, կաղափոշմանել որ չի արել, չգիտեմ։ Շնորհակալ եմ պարոն Մարուկյան, հետաքրքիր զրույցի համար, իսկապես շատ հետաքրքիր զրույց էր, հաջողություն ձեր դաշինքին, հուսամ ձեր գաղափարները հնարավորություն կունենաք իսկապես տարածել որևէ ձևով, լինի շերեփների տեսքով, լինի բլոտի, լինի ուղղակի զրույցների եւ այլն, հաջողություն ձեր դաշինքին։ Հարգելի հեռուստադիտող, այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ կիրակի, բարի գիշեր։